Իսկ հիմա ես պատիվ ունեմ ներկայացնել իմ գործընկերներից մեկին, գործընկեր, որը եթե լիներ պատգամավոր աշխարհի որևէ երկրի խորհրդարանում, դա միայն պատիվ կբերեր այդ երկրին, թույլ տվեք բեմ հրավիրել Արտուր Խաչատրյանին, ով խորհրդարանում ամենաշատ անեկդոտներ պատմած պատգամավորն է, սիրող ամուսին, հիանալի հայր իր 4 զավակների համար։ Սիրելիներ, քույրեր եւ եղբայրներ, ընկերներ, գործընկերներ, երբ ես իմ ելույթի առաջի տարբերակն էի գրում Հայաստանի տնտեսության մասին, բազմաթիվ թվեր, գրաֆիկներ, վիճակագրություն, հետո պատրեցի գցեցի մի կողմ, որովհետեւ ոչինչ մեր տնտեսության մասին այդքան պատկերավոր նկարագրություն չի տալիս, ինչքան մեր սառնարանների պարունակությունը եւ դրամապանակների պարունակությունը։ Ինչպես կարելի է խոսել բարեկեցիկ հասարակության մասին, երբ Հայաստանում 300,000-ից ավել մարդ հայաստանցի ունի անհուսալի սպառողական վարկ, այսինքն չի կարողանում սպասարկել իր ամենափոքր վարկերը։ 150,000 մարդուց ավել չեն կարողանում 250,000 դրամ փակել եւ դարձել են դահակի պոտենցիալ հաճախորդ։ Ոչ իրանք այդքան փող ունեն, ոչ էլ մեկը ունեն, որ 250,000 դրամ խնդրեն։ Ասում են միջին աշխատավարձը 350,000 դրամ է։ Բայց չեն ասում, որ ամեն 4-ից 3-ը 350,000 դրամից քիչ փող են ստանում։ Դե հարկերն էլ հանեք եւ հաշվեք, թե ամսվա վերջին քանիսն է տուն 350,000 դրամ փող տանում։ Մարդիկ պարտքերի մեջ թաղված, պետությունը պարտքերի մեջ թաղված։ Հայաստանի պետական պարտքը դեկտեմբերի 31-ի դրությամբ 5.3 տրիլիոն դրամ էր, 14 միլիարդի կարգի։ Մի ամսվա ընթացքում պարտքը հաջողացել ավելացնել 40 միլիարդ դրամով, օրական 2.5 միլիարդ դրամ աշխատանքային օրերով հաշվարկած, մեր պարտքը աճում է։ Պատկերացնում եք, օրական մոտ 6.5 միլիոն դոլարի չափով, ինչի վրա գնում այդ պարտքը։ Անորակ ասֆալտի վրա, մի հատ նորմալ ձմեռ արեց, այդ ասֆալտը քշեց տարավ։ Մարդիկ պարտքերի մեջ, պետությունը պարտքերի մեջ։ Գիտեք մեր տնտեսության ամենամեծ ճյուղը որն է։ Մանրածախ, մեծածախ առևտուր, մեքենաների եւ մոտոցիկլերի վերանորոգում։ Դե պարզ է, որ ճանապարհները էս լինեն, օրը մեջ պետք է տանես մեքենան սարքելու, բայց խոստանում էին նորարարական, բարձր տեխնոլոգիական պետություն, բարձր տեխնոլոգիաներ, մեքենաների վերանորոգում։ Սիրելիներ, որպեսզի երկիրը չթաղվի պարտքերի մեջ, իսկ մարդիկ ապրեն բարեկեցիկ կյանքով, անհրաժեշտ է ժամանակի պահանջներին համապատասխանող, համաշխարհային միտումներին համահունչ զարգացող տնտեսություն, ինչ լուծումներ ենք առաջարկում մենք։ Հիմնականում 3 ուղղությամբ տնտեսության եւ բիզնեսի համար բարվոք միջավայր, թիրախային աջակցություն հայրենական արտադրողին եւ ազգային հարստության արդար բաշխում։ Ես թեզերի մակարդակով կներկայացնեմ այն 12 կետերը, որոնց շուրջ կառուցվելու է տնտեսական քաղաքականությունը։ Կառավարության տնտեսական քաղաքականությունը միտված է լինելու Հայաստանի մրցունակության բարձրացմանը, Հայաստանը իրապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելուն։ Արտադրված է Հայաստանում մակնշումը հոմանիշ է լինելու տեխնոլոգիական առաջընթացի։ Արդյունաբերությունը կազմելու է մեր համախառն ներքին արդյունքի 25%-ը։
Հայաստանը համաշխարհային տնտեսության մաս է կազմելու, այլ ոչ թե իմպորտի եւ ռեէքսպորտի Ռուսաստանից ոսկին ստանա արտահանի Արաբական Էմիրատներ։ Մենք ինտեգրվելու ենք համաշխարհային արժեշղթաներին, արտադրելով մրցունակ ապրանքներ եւ մատուցելով բարձրորակ ծառայություններ։ Ներդրվելու են բարձր տեխնոլոգիական ստարտափերի եւ գիտահետազոտական նախագծերի ֆինանսավորման եւ պետական աջակցության մեխանիզմներ։ Ստեղծելու ենք նախապայմաններ, որ բանկերը եւ կենսաթոշակային ֆոնդերը ֆինանսավորեն իրական տնտեսությունը։ Հայնական արտադրողը գտնվելու է պետության հոգացության կենտրոնում։ Պետական գնումների գործընթացում առաջնահերթությունը տրվելու է հայրենական արտադրողին։ Ընդլայնելու ենք մեր արտահանման աշխարհագրությունը։ Ռազմավարական ոլորտներում իրականացվելու է ներմուծումների փոխարինման քաղաքականություն։ Ռազմավարական եւ մեծ սոցիալական ազդեցություն ունեցող ճյուղերը պաշտպանված են լինելու արտաքին անազնիվ մրցակցությունից։ Մասնավորապես խոսքը գնում է գյուղատնտեսությանը եւ սննդի վերամշակմանը։ Փոքր եւ միջին ձեռնարկությունների համար ներդնելու ենք ավտոմատացված հարկային հաշվետվությունների համակարգ։ Փոքր եւ գերփոքր ձեռնարկությունների համար գործելու է հարկային հետ վերադարձի, իսկ միջին ձեռնարկությունների համար ըստ տարածքային եւ ոլորտային առաջնահերթությունների տարբերակված հետ վերադարձի եւ այլ ուղղակի աջակցության գործիքական մեխանիզմ հարկերի, ինչպես նաեւ այլ ուղղակի աջակցություն։ Նորաստեղծ փոքր եւ միջին ձեռնարկությունները ստանալու են 2 տարվա հարկային արձակուրդ, ավելի պարզ ոչ մի հարկային ստուգում գրանցումից 2 տարվա ընթացքում։ Իրականացվելու է տարածքների համաչափ զարգացման ծրագիր։ Նորմալ չի, որ տնտեսական եւ գիտատեխնիկական ողջ պոտենցիալը կենտրոնացված է մայրաքաղաքում։ Գյուղատնտեսության քաղաքականության կենտրոնում գտնվելու է գյուղացիական տնտեսությունների եկամտաբերության բարձրացումը, երկրի պարենային անվտանգության ավելացումը եւ գյուղական կենսակերպի որակական բարելավումը։ Գյուղատնտեսությունը կազմելու է մեր տնտեսության առնվազն 15%-ը, մասնավորապես շեշտը դրվելու է բարձրարժեք գյուղատնտեսության վրա։ Վերանայվելու է եկամտային հարկի գանձման ներկա համակարգը, վերադառնալու ենք պրոգրեսիվ համակարգին, շատից շատ, քչից քիչ։ Խրախուսվելու է աշխատատեղերի ստեղծումը, տարեկան 30-ից 45 հազար կայուն աշխատատեղերով կնվազեցնենք գործազրկությունը։ Հայաստանում աշխատող աղքատներ չպետք է լինեն։ Աշխատանքը պետք է հպարտության եւ բարեկեցության գրավական լինի։ Մենք բարձրացնելու ենք նվազագույն աշխատավարձը, այն հավասարեցնելով կենսապահովման նվազագույն զամբյուղին։ Բազային կենսաթոշակը բարձրանալու է 50%-ով եւ ամեն տարի ինդեքսավորվելու է։ Գյուղատնտեսության բնագավառում աշխատող մեր քաղաքացիների աշխատանքը հաշվարկվելու է որպես աշխատանքային ստաժ։ Սելայնակեսներ այս 12 կետերը, որ ես ներկայացրեցի, թեզեր են։ Իհարկե մենք լուծումներ ունենք երիտասարդ ընտանիքների համար, իրենց առաջին քայլերը բիզնեսի բնագավառում կատարողների համար, ինքնազբաղների համար, հաշմանդամություն ունեցողների համար։ Այդ ամեն ինչը մենք կներկայացնենք գալիք սպասվող թեժ շաբաթների ընթացքում։ Մենք վստահ ենք, որ մեր առաջարկող տնտեսական լուծումները կապահովեն տնտեսության թռիչքաձև աճ եւ մեր հայրենակիցների բարեկեցիկ կյանքը։
միասին մենք դա կարող ենք անել։ Եվ միասին կարող ենքը ուղղակի կարգախոս չէ։ Դա մեր 26 թվականի ընտրարշավի հիմքն է։ Մեր նախընտրական ծրագիրը կգրենք միասին։ Եվ այդ իսկ պատճառով յուրաքանչյուրի կարծիքը մեր համար շատ կարևոր է։ Կարող եք ձեր կարծիքները գրել մեր կայքում կամ սկանավորելով QR կոդը, որը շուտով կհայտնվի էկրանին, մեզ հետ միասին մասնակցեք շուտով։